Շատ լավ։ Այսօրվանից կսկսեմ նայել, թե ինչ է սպասվում մեզ բոլորիս օգոստոս ամսին։ Եկանք հասանք օգոստոս, հարգելիներս։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս։ Առաջինը կսկսենք բնականաբար խոյերից։ Հարգելի խոյեր, տեսնենք ինչ է ձեզ սպասվում օգոստոս ամսվա ընթացքում։ Տեսնենք։ Անձնական հարցեր, միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ եւս մի կարդ որպես խորհուրդ կամ հուշում։ Փորձեմ ավելի շատ կարտեր հանել, որպեսզի ավելի շատ տարբերակներ լինի, ավելի շատ մարդկանց ինֆորմացիա հասցնեմ։ Լրացուցիչ կարտեր էլ հանեմ։ Տեսնենք ինչ կբերի խոյերին օգոստոս ամիսը։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, իրականում ամեն ինչ տեսնում եմ ֆինանսների հետ կապված անձնական հարցերում։ Ես այստեղ տեսնում եմ կին, ճիշտն ասած, բավականին կայացած կին, ինքը աշխատում է, լավ էլ գումար է վաստակում, կրթություն ունի, շատ այսպես հողի նշան եմ տեսնում իրականում, չնայած որ խոյերը հողի նշան չեն, բավականին կայացած, բավականին խելացի կին եմ տեսնում, որ աշխատում է եւ հոգում է իր ծախսերը, շատ կայացած, թագուհի եմ տեսնում, եւ նաեւ տեսնում եմ այստեղ ձկները ֆինանսի կարտ, կարող եմ ասել, որ միայնակ հատկապես կանանց համար, թեկուզ տղամարդկանց էլ կարող է այդպես էլ լինել, կարող եմ ասել խոյերից շատերը շատ են լինելու զբաղված իրենց աշխատանքով, այսինքն ֆինանսական հարցերն իրենց համար լինելու են առաջնահերթ, դե եթե միայնակ են, դա կարող է լինել խնդիր, մարդը պետք է ժամանակ ունենա, ժամանակ գտնի իր անձնական կյանքը կառուցելու համար, ես տվյալ դեպքում չեմ տեսնում մարդը հետաքրքրված չէ, ավելի շուտ կարող եմ ասել, որ մարդը կարծես շատ է, ավելի շատ ժամանակ է տրամադրում իր աշխատանքին, միգուցե ֆինանսական հարցեր ունի, չնայած ես տեսնում եմ այստեղ բավականին էլ կայացած կին, այսինքն որը ֆինանսական խնդիրներ առանձնապես չունի։ Միևնույն ժամանակ ձուկը կարող է նշանակել այսպես ցիկլի մեջ, այսինքն գիտեք, եթե դուք անձնական կյանքի համար ժամանակ չունեք, որովհետև աշխատում եք, զբաղված եք աշխատանքով, ֆինանսներով, կարող է այդպես էլ լինել։ Կարող է, պարզապես զբաղված եք հիմնականում աշխատանքով եւ եթե մշտապես աշխատանք ունեք եւ անդադ զբաղված եք, չգիտեմ, աշխատանքով, միգուցե աշխատանքը նաեւ ճանապարհների հետ է կապված, անդադ շրջագայում եք, ես տեսնում եմ դա կարող է լինել խնդիր։ Կարող է լինել, որ դուք օգոստոսին պարզապես բավականին զբաղված կլինեք եւ այնքան ժամանակ չեք ունենա ձեր անձնական կյանքի համար, հարգելի խոյեր։ Միայնակ խոյերի մասին է խոսքը տվյալ դեպքում։ Շատ կարտեր են դուրս գալիս։ Շատ հետաքրքիր է։ Կարտերը ինքնին մեծ մասամբ դուրս եկան, ես այստեղ տեսնում եմ կարգի կարտը, ինչը նշանակում է, որ այո, շատ խոյեր եւ ընդ որում ես հենց աղջիկներ եմ տեսնում ճիշտն ասած, շատ զբաղված կլինեն, բավականին աշխուժ, բավականին ակտիվ ամիս կլինի եւ հատկապես այսպես ֆինանսապես կլինի ակտիվ, ներողություն աշխատանքի իմաստով կլինի ակտիվ, ինչը նշանակում է, որ դուք ավելի շատ զբաղված կլինեք, միգուցե շատ գնալ գալ լինի, տրանսպորտի հետ կապված, այսինքն ես չգիտեմ, ձեր աշխատանքը ինչի հետ է կապված, տեղաշարժ կա շատ հաճախորդից հաճախորդ եք գնում, ուր եք գնում, ինչ եք անում, կդժվարանամ ասել, բայց շատ կարող է շարժ լինել, շատ տեղից տեղ շարժվել։ Ես իրականում տեսնում եմ, որ ձեր գործերը բավականին հաջող կլինեն, բայց ես չեմ կարծում, թե ձեր անձնական կյանքը դրանից կարող է շահել։ Ինձ թվում է հակառակը, ձեր անձնական կյանքը դրանից ավելի շատ տուժում է, տեսնում եմ այստեղ թրերի պաժը, ես այստեղ տեսնում եմ լուսին, թրերի տուզն եմ տեսնում, ես կարող եմ ասել ձեր զբաղվածությունը հիմնականում խանգարում է ձեզ, հատկապես կանանց, կարող է նաև վերաբերել տղամարդկանց իմիջիալոց, եթե շատ զբաղված եք, շատ եք աշխատում, ինչ-որ ֆինանսական հարցեր ունեք, ես չեմ կարծում դուք ֆինանսական խնդիրներ ունեք, ես կարծում եմ դուք ինչ-որ ծախսեր ունեք, կամ պարզապես դուք
հիմա լավ ժամանակ է ձեզ համար ֆինանսներ աշխատելու եւ դուք զբաղվում եք հիմնականում ֆինանսներով, բայց ես կարծում եմ, որ օգոստոսին ինչ-որ մի պահ հանկարծ կարող է մի քիչ տխրում եք, մի քիչ փորձում եք վերանայել, տեսնում եք, թրով կարող եմ ասել թրերի տզով, որ հանկարծ վերանայում եք, ես արդյոք ճիշտ եմ անում, արդյոք այսպես անդադ աշխատանքով զբաղվելով կասկածում եք, անհանգստանում եք, որովհետև դրանից ձեր անձնական կյանքում ոչինչ չի շարժում։ Տեսնում եմ այստեղ Պենտակլի ասպետը, իսկ զրոյական կարտով տեսնում եմ, այո, եթե դուք շատ զբաղված եք աշխատանքով, շատ ժամանակ եք անցկացնում ձեր գործերով աշխատանքի վայրում, հարգելիներս, դա նշանակում է, որ այսպես դուք մեծ ռիսկի եք դիմում, ձեր անձնական կյանքը տեղից չի շարժվում, որովհետև դուք չափից ավել զբաղված եք։ Այ օգոստոսի մի փոքր ուշադիր եղեք։ Աշխատանքում դուք անպայման հաջողություններ կունենաք, ասինքն ձեր գործերը ինչեր որ անում եք զբաղված եք, իրականում հաջողություն կլինի։ Ես միայնակների համար եմ նայում, տեսնում եմ, որ եթե ձեր կարգավիճակը չի փոխվում, որովհետև դուք շատ զբաղված եք։ Այդպես կարող եմ ասել, շատ աշխուժ, շատ ակտիվ, բայց ես չեմ կարող ասել, որ ձեր կյանքում ինչ-որ բան անձնական կյանքում փոխվում է, բայց եթե օգոստոսի կեսին, գիտեք, դե օգոստոսի մեջ ամենաշաբաթ նայելու ենք, եթե լուսնով հանկարծ ձեզ համար պարզեք, որ ինչ-որ միտեղ, չգիտեմ, կեսին կամ օգոստոսի երկրորդ կեսին հանկարծ հասկանաք, ձեզ համար պարզվի, որ շատ աշխատելը լավ է, ֆինանսները լավ են, բայց ձեր անձնականը տուժում է, եւ հանկարծ կարող եք այսպես կամած որոշել մի քիչ ավելի դադարեցնել կամ դանդաղեցնել ընթացքը աշխատանքի վայրում եւ փորձեք զրոյից վերանայել ձեր անձնական հարաբերությունները մարդկանց հետ, այդպես կարող եմ ասել, այդպես էլ կարող է լինել։ Նորից եմ կրկնում, սա կարող է վերաբերվել եւ տղամարդկանց եւ կանանց։ Եթե ասեմ ամփոփեմ 1-2 բառով հարգելիներս, միայնակ եւ տղամարդկանց եւ կանանց համար տեսնում եք, այո, պետք է վերանայել, այսինքն պետք է ուշադիր լինեք ձեր 4 կողմը, ով կա, ում հետ եք շփվում, միգուցե հենց ձեր աչքի առաջ կարող է լինել ինչ-որ մեկը, որի հետ աշխատում եք, որի հետ շփվում եք եւ որը կարող է անտարբեր չէ ձեր նկատմամբ, իսկ դուք չեք նկատում, որովհետեւ շատ զբաղված եք ձեր գործերով, աշխատանքով կամ ինչով էլ որ զբաղված եք։ Մի փոքր պետք է դանդաղել, մի փոքր պետք է այսպես ուշադիր լինել ձեր 4 կողմը եւ ավելի ուշադրություն դարձնել ձեր անձնական հարաբերություններին, որովհետեւ միակ խնդիրը ձեր զբաղվածությունն է, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում երկուսի զույգերի համար, տեսնում եմ բաժակների պաժը եւ տեսնում եմ ժամացույցի կարտը։ Ես տեսնում եմ այստեղ զգացմունքներ, զույգ տեսնում եմ, որոնք դեռ նոր են սիրահարվել, նոր են դարձել զույգ։ Ես կարծում եմ, որ իրականում ձեր հարաբերությունները կարող են շատ ավելի հեռու գնալ, պարզապես ժամանակի հարց է։ Այժմ տեսնում եմ առայժմ նոր զգացմունքներ են ձեր մեջ ծնում։ Մյուս կողմից կարող եմ ասել, որ եթե դուք զույգ եք եւ ամուսնացած եք, ես տեսնում եմ կարող է պարզվի հանկարծ օգոստոսին հղի եք եւ դուք եք շատ էմոցիոնալ, շատ զգացված։ Տեսնենք, երկու տարբերակն էլ կարող է լինել։ Տեսնենք ինչ կասեն կարտերը զույգերի մասին։ Տակսկիր է։ Ինչը տակսկիր է, ահագին կարտեր հանեցի, որովհետև պարզ չէ ինձ համար, թե այստեղ ինչ է կատարվում, հարգելի խոյեր։ Ինչ եմ տեսնում զույգերի համար։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ զույգ, որոնք մի անգամ չի, որ երևի բաժանվել են, նորից միացել են։ Ես այստեղ ամուսնական զույգի մասին չեմ խոսում, ճիշտն ասած։ Ես այստեղ տեսնում եմ ավելի շուտ ես այստեղ տեսնում եմ պարզապես դեռ երիտասարդ են, դեռ ընկերություն են անում, այսինքն զույգ են, արդեն միասին են, բայց դեռ ամուսնացած չեն։ Եվ կարող եմ ասել, որ բավականին ջանք եք ներդնում, որպեսզի ձեր զգացմունքները կարողանաք պահել։ Ես այստեղ էլի պաժ եմ տեսնում եւ այստեղ տեսնում եմ
ասպետը բաժակները ձեռքին։ Այսինքն ես կարծում եմ, որ ինչ որ մանր-մունր խնդիր, շատ մանր-մունր խնդիրներ եղել են ձեր մեջ, բայց անընդհատ միգուցե երիտասարդն է, առաջարկում է նորից վերանայել, նորից շարունակել հարաբերությունները, փորձում եք հարցերը լուծել, չգիտեմ, տղամարդն է, կինն է, ով է առաջարկում զույգի մեջ, ինչ որ մեկ ամեն դեպքում չի հանձնվում, ուզում է փորձում են ինչ որ իրենց մեջ մանր-մունր խնդիր կար լուծել, բայց ես տեսնում եմ, որ իրականում ավելի խնդիրներ են առաջանում, այսինքն ձեզ թվում է, թե մի փոքր խնդիր կար ձեր մեջ, բայց իրականում խնդիրները շատ են, բավականին շատ են, այսինքն դուք շատ հարցեր ունեք լուծելու։ Ես տեսնում եմ կողմերից մեկը, չեմ կարող ասել, տղամարդն է թե կին է, տղամարդ եմ տեսնում նկարում ամեն դեպքում, որ չի հանձնվում, ինքը հավատում է, որ այս զույգը կարող է կայանալ, մարդը պարզապես չի հանձնվում, խնդիրները կան, մեկն էր փոքր խնդիր էր, հիմա ավելի շատ խնդիրներ կան, բայց ես տեսնում եմ ինքը պայքարում է եւ չի հրաժարվում։ Ես չգիտեմ, երևի ներքին ձայնը իրեն հուշում է, որ ինչ որ բան կարող է իրենց մեջ աշխատել։ Հետո տեսնում եմ նորից աշտարակը քանդվում է, նորից հետո առաջ խաղացում է լինում հարաբերությունը, նորից հաշտվում են երեքով, բայց արդեն բավականին հոգնել են եւ զույգերից մեկն ուզում է հեռանալ։ Գիտեք, ես չգիտեմ, ինչ որ մի թերություն ունի երևի ձեր զույգընկերը, միգուցե խմիչքի հետ խնդիր ունի, որովհետեւ այստեղ բաժակն էի տեսնում, բաժակի բաժն էի տեսնում, ես կդժվարանամ ասել, միգուցե պարզապես տղամարդը շատ է իրեն տալիս խմելու։ Կինը անդադ համբերում է, կնոջը անդադ խոստումներ է տալիս, որ այդ չեմ խմի, կարող է խմել չլինել, ուրիշ թերություն լինել, հասկանում եք, բայց ինչ որ խնդիր ունի, ես տղամարդը այդպես եմ տեսնում, որտեվ անդադ փորձում է համոզել, չէ, ամեն ինչ լավ կլինի, ես կթողնեմ, չեմ խմի, եթե խմել չի մեկ ուրիշ խնդիր ունի մարդը, ես չգիտեմ, կազինո է խաղում, ինչ որ ուրիշ բաներ է անում, ես չեմ ուզում շատ բաներ թվարկել, ամեն դեպքում ինչ որ խնդիր ունի, կինը նեղում է երևի, ես կանայք տեսեք չեմ տեսնում, այստեղ խնդրեմը հիմնականում տղամարդկանց հետ է կապված, ես միայն տեսնում եմ, որ այստեղ կինը հեռանում է, այսինքն էլ եմ ասում, ինչ որ թերություն ունի տղամարդը, կինը նեղվում է կարծես թե, հա, բայց տղամարդը անդադ առաջարկում է, համոզում է, որ նորից կվերջացնեմ, էլ չեմ անի, հետո ավելի շատ խնդիրներ են լինում, բայց միևնույն է, տղամարդը համոզում է, նորից էլի աշտարակը քանդվում է, հետո մի քիչ էլի հարաբերությունները լավանում են, այսպես 10-ը արդեն վերջն է, որովհետև Էլկինը չի դիմանում, էլ չի համբերում, եւ ես տեսնում եմ, որ իրականում սա արդեն վերջն է, էլ եթե տղամարդը վերջնականապես չուղղվի, ես տեսնում եմ, որ կինը իրականում իրենից կհեռանա, եւ ճիշտ էլ կանի։ Ինչքան կարելի է մարդուն խաբել։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ ջահերի ասպետ, ասիկը կարող եմ ասել, երբ որ կինը հեռանում է, այս անգամ ինքը բավականին լուրջ է տրամադրված է, բավականին համբերատար, սա համբերատարության եւ չափավորության կարգն է, այսինքն էլ ինքը չի կարողանում տանել եւ էլ համբերությունը հատել է մարդու, ինքը իսկապես ոտքի է կանգնել եւ ուզում է հեռանալ։ Ես տեսնում եմ կարտը, բայց վստահ եմ, որ ինքը հաստատ որոշել է, այսինքն այսեն դեպքը չէ, որ մարդը որոշել է հեռանալ, ամուսինը կկարողանա իրեն պահել, չի կարողանա։ Եվ տեսնում եմ այստեղ կին, որը շատ լավ էլ ինքնուրույն կարող է ապրել, ինքը որոշել է եւ լինել ինքնուրույն, ես չեմ կարծում այստեղ կա ուրիշ տղամարդ ուրիշի մոտ է գրում, չէ, ինքը ուղղակի շատ հոգնել է, բավականին համբերատար է եղել, բայց էլ չի ուզում համբերել, որոշել է հեռանալ եւ ինքը ապրել մենակ իր կյանքով։ Գիտեք, ես կարող եմ ասել, հարգելի տղամարդիկ, եթե ինչ-որ մեկին վերաբերում է այս վիճակը, եթե սա դեռ չի եղել, հա, դեռ ձեր կինը չի հեռացել, չի որոշել, որտեղ սա օգոստոսի համար եմ նայում, եթե վերջնականապես չփոխեք ձեր, չգիտեմ, ինչ որ անում եք, հա, այդ ինչ էլ որ անում եք, ինչ խնդիր էլ որ ունեք, ձեր կինը, ձեր ընկերուհին խնդիր ունի, իրականում հեռանալու է ձեզնից, քանի դեռ չի հեռացել, կարող եք շտկել իրավիճակը, շտկեք, որտեղ եթե ոտքի կանգնեց եւ որոշեց հեռանալ, հեռանալու է եւ այդ չի կարողանա իրեն վերադարձնել, քանի կարող եք ինչ որ բան շտկել, շտկեք։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ ինչ-որ խնդիրներ, տեսնում եմ երեխա, ես կարող եմ ասել նրանք, ովքեր նոր աշխատանք են սկսել, մի քիչ դժվարություններ ունեն, բավականին ծանր աշխատանք է, բավականին, շատ ժամանակ է խլում, շատ հոգնում են, շատ, չգիտեմ, էներգիա են վատնում եւ առանձնապես իրենց շատ չի բավարարում, բայց ես տեսնում եմ, որ մարդը չի հանձնվում եւ շարունակում է աշխատել։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի խոյեր, բավականին հետաքրքիր կարտեր եմ տեսնում։
Նախ ես տեսնում եմ, որ ճակատագրի անիվ օգոստոսին կփոխվի, ինչ որ դրական, ինչ որ հետաքրքիր փոփոխություն ձեզ համար կլինի։ Ես տեսնում եմ, որ դուք բալանսի մեջ եք պահում ձեր գործերը եւ ֆինանսները աշխատանքի հետ կապված։ Դե հասկանալի աշխատում եք ֆինանսների համար։ Այսքան շատ աշխատում եք, հոգնում եք, միգուցե նոր կամ նոր գործ եք սկսել կամ պարզապես նորից ձեզ ինչ որ նոր աշխատանք են ավելացրել։ Միգուցե նորից, ասինքն կարող եմ ասել, որ նոր պատասխանատվություն են դրել եւ ավելի շատացել է ձեր աշխատանքը, դրա համար այդքան հոգնում եք, եթե նոր աշխատանք չեք սկսել։ Տեսնում եմ, որ դուք հազիվ հաց կարողանում եք բալանսի բերել, նույնիսկ ճակատագրի անիվով, եթե փոխվել է, դուք աշխատանք չունեք, նոր աշխատանք եք գտել, կարծում դուք ավելի լավ եք զգացել, մտածելով, որ ֆինանսները դրանից կավելանան, ես տեսնում եմ իրականում դուք բավականին էլ հիասթափված եք, որտեղ այսքան շատ աշխատելով դուք էլի հազիվ հազ եք հասցնելու, ես չեմ կարծում, որ կարողանալու եք։ Դե բոլորիս հա չի կարող վերաբերել, հարգելին, ում չի վերաբերում, չի վերաբերում։ Եթե ֆինանսական խնդիրներ չունեք, ուրեմն չունեք։ Եթե հիշում եք, հենց առաջինը միայնակ էստեղ նույնիսկ միայնակների համար ասացի, մարդիկ շատ էլ գոհ են իրենց ֆինանսներից։ Սա այդ դեպքը չէ։ Այսինքն տեսնում եմ, որ ձեզ թվում է, որ այս շատ աշխատելով կկարողանաք ձեր ֆինանսները բալանսի բերել, բայց իրականում տեսնում եմ աշտարակը քանդվում է, այսինքն սա իրականում չի աշխատում։ Խոհերը շատ ուժեղ են, շատ ուժեղ են, բայց նույնիսկ որ ամենաուժեղ մարդը կարող է այսպես հիվանդագին տանել եւ հիվանդանալ։ Ես կարող եմ ասել ձեր դե հիվանդանալը նկատի ունեմ հոգնել, հա, հոգնել աշխատանքից, այդքան հոգնել, մարդը այստեղ պարկած է, այսինքն ձեր առողջությանը պետք է հետևեք, այսքան շատ աշխատելը, հարգելիներս, շատ աշխատել է։ Ես տեսնում եմ, որ այդքան աշխատելուց հետո որոշ մարդիկ հազիվ կարողանում են ծայրը ծայրին հասցնել, այնպես էլ չի, որ սա ձեզ հարստացնում է, բայց ես տեսնում եմ, որ կարող է ձեր առողջության վրա ազդել։ Ձեր վերջին ուժերն եք արդեն ներդնում, ձեզ պետք է մի քիչ հանգստանալ, համենայնպես օգոստոսին աշխատեք շատ ծանրաբեռնել ձեզ, որպեսզի ձեր առողջությունը դրանից չտուժի, գերհոգնած կարող եք լինել, այդպես կարող եմ ասել։ Ես այստեղ տեսնում եմ թագավորը բաժակների, տեսնում եմ սիրտը կոտրված է, տեսնում եմ թրերի թագավորը եւ տեսնում եմ աշխարհի կարտը։ Գիտեք, այսպես կարող եմ ասել, այս թագավորը բաժակների իրականում շատ զգացմունքային մարդ է, բայց ոչ մի կապ չունի խոյի հետ։ Սրանք ավելի էմոցիոնալ, ավելի մեղմ մարդիկ են, խոյը ուժեղ լիդեր է, շատ ուժեղ է։ Այսինքն ես չգիտեմ ում պատճառով եք դժում, կա ինչ-որ մեկը ձեր աշխատանքի գործերի հետ կապված, որի պատճառով դուք ահագին հիասթափված եք։ Միգուցե աշխատանքը ճիշտ չեն կարողանում կազմակերպել։ Սա կարող է լինել վերադաս, կարող է լինել աշխատանքի վայրում ինչ-որ մեկը ձեզնից բարձր պաշտոն ունի, այսպես է աշխատանքը դասավորել կամ բաշխել մարդկանց մեջ, որ դուք շատ ծանրաբեռնված եք, շատ հոգնում եք, շատ մեծ գումարներ չեք աշխատում, որովհետև ինքը լավ կազմակերպիչ չի, լավ ղեկավար չի, դուք իրականում բավականին հիասթափված եք։ Իսկ արտերը հուշում են, որ այսպես տեսնում եք թրերի թագավորը, դուք ինչ-որ բան պետք է անեք, դուք կարող եք փոխել, ես տեսնում եմ աշխարհի կարգը, այսինքն ձեզնից է կախված, թե դուք ինչպես կարող եք փոխել։ Դուք պետք է փոխեք։ Այսինքն պետք է կարողանաք այս մարդու հետ կամ խոսել, կամ բացատրել, որը չեմ կարող, չեմ անելու, կամ աշխատավարձն եք բարձրացնում, կամ այս գործի մեծ մասը վերցնում եք ինձնից, ես էլ չեմ կարող անել։ Դուք կարող եք փոխել, իրականում կարող է փոխվել ձեզ համար ինչ-որ բան, եթե պայմաններ պետք է առաջարկեք, ինձ թվում է, կամ առաջարկում եք ինձ ավելի շատ գումար եք տալիս իմ արած գործի համար, կամ գործը պակասեցնում եք, եթե չեք կարող ֆինանսներն ավելացնել։ Ես տեսնում եմ, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել ձեր աշխատանքում, բայց դուք ինքներդ պարզապես մի քիչ այսպես ըմբոստանալով, այսինքն չհամակերպվելով ամեն ինչի հետ, ինչ որ ձեր վրա դնում են, որովհետև իրականում տեսնում եմ բավականին անարդար է։ Շատ աշխատում եք, բայց իրականում հազիվ ծայրը ծայրին հասցնում եք, որովհետև ձեր ղեկավարը չի կարողանում ճիշտ բաշխել աշխատանքը։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում։ Տեսնում եմ ծաղիկներ եւ տեսնում եմ կախված մարդը։ Ես տեսնում եմ ձեր ֆինանսներն առանձնապես չեն շարժվում, բայց դուք բավականին նպատակներ էլ ունեք։ Ցանկություններ ունեք, ուզում եք, չգիտեմ, գնալ հանգստանալ, ինչ-որ մեկին ուզում եք միգուցե նվեր գնել, ինչ-որ նպատակներ ունեք, շատ գեղեցիկ, շատ հետաքրքիր, ռոմանտիկ միգուցե, բայց ֆինանսները մի տեսակ չեն շարժվում տեղից։ Հարգելիներս, տեսնենք։ Հարգելի խոյեր, իրականում շատ դրական, շատ լավ կարտեր եմ տեսնում, շատ լավ։ Եթե նույնիսկ ձեր այսպես ֆինանսները այսպես կախված վիճակում էին, օդի մեջ, ինչ որ անորոշ վիճակում էին, իրականում ես տեսնում եմ, որ
դա կփոխվի օգոստոս ամսվա ընթացքում, տեսեք ինչ հետաքրքիր հրաշալի կարտեր եմ տեսնում հատկապես ֆինանսների համար։ Սա ձեր էմոցիաներն են, բաժակը լցված է, դուք անչափ երջանիկ եք, սա երջանկության կարտն եմ տեսնում։ Ես տեսնում եմ 9 պենտակլի բավականին գումար եք աշխատում, տեսնում եմ նաև 8, այսինքն մարդիկ, ովքեր ունեն ստաբիլ աշխատանք, տեսեք, աշխատանքի վայրում որոշ մարդիկ խնդիրներ ունեին, բայց մեծամասամբ խոհերը, որոնք ունեն աշխատանք, ստաբիլ աշխատավարձ ստանում են, շատ լավ էլ աշխատավարձ են ստանում, լավ ժամանակ են անցկացնում, շատ լավ, բայց ունեն բավականին գումարներ, որպեսզի եւ ժամանակ անցկացնեն եւ պարզապես վայելեն իրենց կյանքը եւ մարդիկ շատ էլ երջանիկ են իրենց ֆինանսներով։ Ես ֆինանսական ոչ մի խնդիր չեմ տեսնում, հարգելիներս, եւ քանի որ այդպիսի գեղեցիկ կարտեր եմ տեսնում ֆինանսների հետ, նույնիսկ նրանց ում գործերը ինչ որ ժամանակ կախված էին կամ ֆինանսները ինչ որ չգիտեմ, չէին ավելանում, ես չգիտեմ ինչ եք անում, ում հետ եք հանդիպում, ինչ փոփոխություն է լինում ֆինանսներում, ինչ պլաններ ունեք, ես տեսնում եմ հոյակապ կարտեր, այսինքն ֆինանսական խնդիրներ դուք չպետք է ունենաք։ Դրա համար շատ զարմանալի է։ Նրանք, ովքեր աշխատանքում շատ աշխատում են, ինչ էին վարձատրվում, հարգելիներս, անպայման ձեր վերադասի հետ զրուցեք, փորձեք վերանայեք, որպեսզի ձեր ֆինանսական հարցերը կարգավորեք, որով իրականում շատ լավ կարտեր եմ տեսնում հենց ֆինանսների հետ կապված։ Իսկ ընդհանուր բոլորի համար մի կարտ եմ հանել, տեսեք, սա արագության կարտն է, 8-ն է ջահերի։ Ես ինչպես սկզբից էլ ասում էի հենց միայնակների համար, բավականին աշխուժ ամիս է լինելու, բավականին շատ զբաղվածություն եք ունենալու, հարգելի խոյեր։ Դե շատ լավ է։ Ես սա բոլորի համար եթե ասեմ, եթե անձնական հարցեր ունեիք, միայնակները ծանոթանում են նոր մարդկանց հետ, շատ արագ կարող են ձեր հարաբերությունները առաջ շարժվել։ Եթե դուք նշանվել եք, ուզում եք ամուսնանալ, տեսեք, ես այստեղ ինչ տեսակ կարտերով ասեցի, հիմնականում խնդիրները եւ շատ լավ է, հենց պրոբլեմով մարդկանց համար պետք է կարտ նայել, որ մարդկանց համար կարողանաս հարցերը լուծել։ Իսկ սա բոլորի համար եմ ասում։ Դրա համար սա այս մնացած նայած կարտերի հետ ոչ մի կապ չունի։ Արագությունը նշանակում է շատ հաջող կարող է ձեզ համար շարժվել ամեն ինչ առաջ։ Եթե դուք զույգ եք ուզում եք ամուսնանալ, կարող է լինել շարժ ակտիվություն, այսինքն կարող են ձեր հարաբերությունները անցնել մի քայլ առաջ, կարող եք նշանվել, մատանի դնել, նույնիսկ որոշել արդեն ամուսնանալ։ Աշխատանքի հարցերում, եթե դուք փորձեք ինչ-որ բան փոխել, եթե ձեր գործերը կանգնել էին, աշխատանքը արագ շարժվի առաջ եւ ինչ որ աշխուժություն կլինի աշխատանքում։ Իսկ ֆինանսներում արդեն ասացի, ֆինանսներում շատ գեղեցիկ ժամանակ է սպասում ձեզ օգոստոսին ֆինանսներում խոյերից ուզում եմ դա բոլորին է վերաբերում։ Ամեն դեպքում չեք պարապ չեք լինի, ամեն դեպքում չեք ձանձրանա, հարգելի խոյեր, բավականին աշխուժ ամիս եմ տեսնում ձեզ համար։ Բավականին աշխուժ։ Ես ձեզ հաջողություն եմ ցանկանում, հուսով եմ լավ ամիս ունենաք, հարգելիներս։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցլերին օգոստոս ամսվա ընթացքում։ Տեսնենք ինչ է սպասվում ցլերին օգոստոս ամսվա ընթացքում, հարգելիներս։ Անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք, ֆինանսներ եւ մեկ լրացուցիչ կարտ որպես խորհուրդ բոլոր ցլերի համար։ Միայնակ չեք, տարիքով եք, շատ երիտասարդ եք, բոլորի համար։ Անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ եմ տեսնում միայնակների համար, տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ պաժը թրերի, ինչ որ նոր նպատակ ունեք, ինչ որ մի նոր, չգիտեմ, ձև եք գտել, ինչ որ նոր ծրագիր ունեք, չեք ուզում միգուցե այլևս մենակ մնալ, հատկապես նրանք, ովքեր բավականին երկար ժամանակ էին մենակ մնացել, գիտեք, խաչը բավականին բարդ կարտ է, ինչքանով որ ես եմ հասկանում, խաչը նշանակում է ձեզից առանձնապես ոչինչ էլ կախված չէր, ինչ որ ձևով չկդժվարանամ ասել, ինչի եք հավատում, կարմային, ճակատագրին, բախտին, աստծուն, կանգնել էին ձեր հարաբերությունները միայնակների համար, ովքեր որ մենակ էին ինչ որ ժամանակ չէր շարժվում տեղից եւ անկախ նրանից դուք ինչ էիք անում, անկախ ձեզնից ոչինչ տեղից չէր շարժվում, բայց ես տեսնում եմ, որ ինչ որ բան կփոխվի, ինչ որ բան թրի ասպետը տեսնում եք, ասպետը չի, պաժը ներողություն, ինչ որ մի բան կսկսի տեղից շարժվել, պաժը շատ փոքր է, երեխան է, այսինքն դեռ նոր ինչ որ բան կարող է փոխվել,
բայց ես տեսնում եմ, որ կտրուկ կարող է ինչ-որ փոփոխություն լինել միայնակների համար։ Էլ եմ ասում, շատերի համար աղջիկ տղա նշանակություն չունի, եթե չէր ստացվում ձեր հարաբերությունները, միայնակ եք մնում, դա ինչ-որ ձևով տեսնում եմ, որ ձեզնից այնքան էլ կախված չի եղել։ Դուք ոչ մի սխալ բան չեք արել, ուղղակի այդպես է ստացվել, երևի դեռ ժամանակը չի եղել։ Տեսնենք ինչ կփոխվի օգոստոս ամսվա ընթացքում։ Ոյ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ցլեր։ Շատ հետաքրքիր։ Նախ տեսնում եմ, այստեղ տեսնում եք ընտանիքի կարտն է, 4-ն եմ տեսնում ջահերի։ Տեսնում եմ ջահերի թագուհին եւ տեսնում եմ հրաշագործի կարտը։ Գիտեք, ես կարող եմ ասել, այստեղ շատ գեղեցիկ կարտ եմ տեսնում, բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, շատ ժամանակ եք անցկացնում երևի տանը, ընտանիքի կամ ձեր ընկերների ձեզ համար մտերիմ մարդկանց մեջ։ Տվյալ դեպքում դա կարող է լինել խնդիր, որտեղ ձեզ պետք է տնից դուրս գալ, ավելի շատ մարդկանց հետ շփվել, ավելի նոր մարդկանց հետ ծանոթանալ, որտեղ ես տեսնում եմ կարտերը հուշում են, հողի նշանն է ցուլը, իսկ սա կրակի նշան է, այսինքն մի քիչ պետք է ավելի, այսպես ասեմ, ագրեսիվ լինել, այդ տեսնում եք, այստեղ ճակատագրով էլ, ես տեսնում եք թրերի, ասում են նոր ինչ-որ պլան, նոր ինչ-որ գաղափար, կտրուկ ուզում եք ինչ-որ բան փոխել, կտրուկ հանկարծ այսպես կրքոտ ցուլը ոչ իրեն, այսպես բնորոշ տրամադրված, հա, այսպես շատ կրկին, որովհետև շատ հանգիստ մարդիկ են ցլերը, շատ հանգիստ են, շատ այսպես աշխատում են, զբաղված են, բայց հանկարծ մարդը որոշում է, որ շատ մնացի տան մեջ, կամ միգուցե կարտերն են հուշում, բավական է մնացիք 4 պատի մեջ, ձեզ ծանոթ հարազատ մարդկանց հետ, շատ լավ է, լավ ընտանիք կամ լավ ընկերներ ունեք, պետք է դուրս գալ նոր մարդկանց հետ ծանոթանալ։ Այսպեսի տաքայրուն կին, այս կինը այն կինն է, որը կրակի նշան, ինքը ինչ ուզում է, այն ձեռք բերում է, ինքը ունի ցանկություններ, մեծ ամբիցիաներ, շատ էլ էգոիստ կարող է լինել, հա, եսակենտրոն, ինչը լավ է, տվյալ դեպքում դուք պետք է ինքներդ ձեր ձեռքը վերցնեք։ Նույնն էլ այս կարտն է ասում։ Ձեր աշխուժությունից, ձեր ակտիվությունից է կախված ձեր անձնական կյանքը ինչպես կարող է շրջվել օգոստոսին, հարգելի ցլեր, վերաբերում է եւ կանանց եւ տղամարդկանց։ Սա նշանակում է, որ գործիքները ձեր ձեռքում են, ձեզնից է կախված։ Եթե նստում եք տանը, շատ լավ եք զգում ձեզ, մանավանդ այս շոքին երևի տանը ավելի հով է։ Հասկանալի է, ընտանիքում ունեք շատ լավ ընտանիք, լավ ընկերներ, էլ եմ ասում, մտերմիկ մարդկանց հետ եք անցկացնում, բայց մի քիչ պետք է տնից դուրս գալ, ձեր ձեռքում է։ Մնում եք տանը, ձեզ ոչ մեկ չի ճանաչում, ոչ մեկ չի տեսնում։ Միայնակ եք մնացել, որովհետեւ առանձնապես աշխուժ չեք փնտրում ինչ-որ մեկին կամ աշխուժ չեք։ Կարտերը հուշում են ձեր ձեռքում է ամեն ինչ, օգոստոսին դուք ունենաք շանս։ Մի քիչ պետք է ավելի ոչ ձեզ բնորոշ հատկանիշներով, այսպես ասեմ, առնչվեք, առաջնորդվեք օգոստոս ամսին, եղեք ավելի ակտիվ, եղեք ավելի աշխուժ, ավելի կրքոտ մոտեցեք, հա, ձեր անձնական հարցին, ավելի լուրջ վերաբերվեք, այդպես կարող եմ ասել, ձեր ձեռքում է, ինչպես կվարվեք, այդպես էլ կլինի, շարունակեք մնալ տանը, ոչինչ չի փոխվի, բայց իրականում, եթե ձեր ձեռքում է, նշանակում է, դուք կարող եք, հրաշագործ ինչ է, հրաշք է գործում, գործեք հարգելիներս, ասում եմ, ուզում եք հեքիաթ կյանքում, դուք ինքներդ կառուցեք ձեր հեքիաթը, ձեզնից է կախված, եթե մնում եք տանը, հաճելի է, շատ հարմար է, բայց իրականում ձեր անձնական կյանքը դրանից առաջ չի շարժվում։ Իսկ զույգերի համար տեսնում եմ առաջ խաղացում, տեսնում եմ աշտարակը, ընդ որում սա կառուցված աշտարակն է, տեսնում եք կանգնած է ամուր, չի քանդվում եւ տեսնում եմ 3-ը պենտակլի։ Հարաբերությունները կարող են, հարաբերությունները որ վաղուց է կառուցել, վաղուց շփվել եք իրար հետ, եթե զույգ եք, բայց դեռ ամուսնացած չեք, առաջ խաղացում կլինի, եթե դուք լավ զույգ եք արդեն ամուսնացած, ձեր հարաբերությունները ավելի կամրապնդվեն, հարգիրներից, բավականին ամուր ընտանիք եք եւ բավականին ջերմ հարաբերություններում եւ ավելի ջերմ կլինի, շատ լավ է, շատ գեղեցիկ է, իսկ նրանք ովքեր էլ եմ ասում, դեռ ամուսնացած չեն, ավելի ջերմ կլինեք իրար հանդեպ, բավականին այսպես սոլիդ, հա, հարաբերություններ եք կառուցել, շատ լավ է, այսինքն հիմքը բավականին ամուր է։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի ցլեր, հետաքրքիր, գիտեք, շատ բարդ բարդ խնդիրներ ճիշտն ասած չեմ տեսնում եմ, որ իրականում ճանապարհն ընտրված է, այսինքն ես գիտեմ, հասկանում եմ, որ դուք ուզում եք միասին լինել, նրանք հատկապես ովքեր ամուսնացած չեն։ Դուք ձեր հարաբերությունները
հենց սկզբից երբ որոշել եք ընտրել եք իրար, որ դուք ուզում եք միասին լինել, բավականի երկկողմանի, այսպես բալանսավորված հարաբերություններ ունեցել եք, երկկողմանի ունեք զգացմունքներ, շատ լավ է։ Միևնույն ժամանակ երկուսով էլ կարողանում եք դեմ առ դեմ ընդունել երկուսի թերությունները, որտեղ տեսնում եք, որ թերություններ ամեն դեպքում եղել են, բայց դուք ջանք չեք խնայում ձերպեսզի ձեր մեջի խնդիրները լուծելու։ Մանր խնդիրներ, շատ լուրջ խնդիրներ չեմ տեսնում, եւ տեսնում եմ, որ դուք շատ լավ էլ իրար ճանաչում եք եւ շատ լավ էլ հասկանում եք ձեր խնդիրները։ Խնդիրներ կան, երկուսն էլ կարող է խնդիրներ, թերություններ ունենան, բայց դա հենց ամենաամուր հարաբերություններն են, գիտեք, մարդուն միայն լավ բնավորությամբ կամ լավ տրամադրության մեջ սիրելը, դա սիրել չի նշանակում։ Իսկ երբ որ մարդու թերություններով հանդերձ մարդուն ճանաչելով ես ընդունում, դժվար աշխատանք եք կատարել, որպեսզի ճանաչեք իրար։ Ես ասում եմ, չէ, այստեղ սոլիդ բավականին ամուր հիմք կա։ Ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, նշանակություն չունի։ Այս աշտարակ աստիճանաբար այսպես հարկ կառուցվել է։ Ձեր հարաբերություններն են այդպես եղել եւ իրականում տեսնում եմ, որ կշարունակվեն ձեր հարաբերությունները շատ, եթե ամուսնացած չեք եւ ինչ որ փորձությունների միջև անցել եք, մանր-մունր իրար ճանաչել եք, այո, դա կոչվում է ճանաչել իրար։ Երբ որ դուք այդ կամած իրար թերությունները ճանաչելով շարունակում եք իրար այսպես սիրել, ընդունել, շարունակում են հարաբերությունները եւ այդպես էլ կշարունակվի, որովհետեւ ինչպես ասացի, արդեն հիմքը բավականին ամուր է։ Շատ գեղեցիկ է հարգելներս։ Եթե դուք սիրում եք իրար եւ ուզում եք ընտանիք կառուցել, ես տեսնում եմ իրար թերությունները ճանաչելով հանդերձ դուք այդքան էլի իրար այսպես նայում եք իրար, գեղեցիկ հարաբերությունների մեջ եք, դուք լավ ընտանիք կկառուցեք։ Իսկ եթե դուք ամուսնացած եք եւ փորձությունների միջով անցել եք, բայց ընդունում եք իրար այնպեսին ինչպեսին կաք, ես տեսնում եմ բավականին լավ ընտանիք եւ բավականին երկար ժամանակ էլ, եթե չասեմ ընդմիշտ, ձեր ջերմ հարաբերությունները կշարունակվեն։ Շատ գեղեցիկ զույգ եմ տեսնում այստեղ, շատ գեղեցիկ։ Ամուսնացած եք, թե ամուսնացած չեք, բավականին ամուր զույգ։ Ինչ եմ տեսնում ձեր աշխատանքում, հարգելիներս, աշխատանքում տեսնում եմ աշխարհի կարտը գեղեցիկ նոր էտապ է սկսում։ Ինչ-որ բան է փոխվում ձեր աշխատանքում օգոստոսի ընթացքում։ Հատկապես նրանք, ովքեր աշխատանք չունեին, սպասում էին ինչ-որ լուր է սպասում, աղջիկը տեսնում եք նամակ է կարդում եւ սպասում եք ինչ-որ աշխատանքի հետ կապված նոր հնարավորություն, նոր շանս, նոր աշխատանք, անպայման կստանաք, նոր հնարավորություններ է բացում, նոր դռներ են բացում ձեզ համար։ Եթե աշխատանքի վայրում ինչ-որ փոփոխություն, առաջ խաղացում եք ակնկալում, հնարավորություն, շանս ձեզ կտրվի։ Եթե աշխատանք արդեն ունեիք, եթե ինչ-որ փոփոխություն եք սպասում, էլ եմ ասում, շանս կտրվի, փոփոխություններ կլինեն, հնարավորություններ կունենաք։ Իսկ եթե աշխատանք եք փնտրում, աշխատանքի հնարավորություններ էլ կունենաք։ Այս ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում։ Շատ հետաքրքիր թագավորն է, 3 թագավոր եմ տեսնում այստեղ, շատ հետաքրքիր է։ Ես տեսնում եմ այստեղ կարգը, ասինքն ոչ միայն շանս ձեզ համար կտրվի, շանս նոր եք աշխատանքի տեղավորվել, թե ձեր աշխատանքն արդեն ունեք փոփոխություններ են սպասում կամ նոր հնարավորություններ են բացում աշխարհի կարտով, շատ աշխուժ ամիս կլինի, ասինքն շատ արագ էլ առաջ կգնան ձեր գործերը, շատ արագ աշխատանքի կընդունեն, այսպես եթե հատկապես նրանք էլ եմ ասում, զորական կարգով, ովքեր նոր են սկսում աշխատանքը, շատ հաջող կլինի առանց աշխատանք հարգելի ցլեր մեծամասն նրանք ովքեր աշխուժ են, տեսնում եք, սա ակտիվության կարտն է, դուք շարժվում եք առաջ, եթե փնտրում եք կգտնեք, որտեղ ձեզ աշխարհի կարտով հնարավորություն կտրվի, սա էլ զրոյական կարտը նոր գործ սկսել։ Եթե դուք ձեր գործն եք սկսում, աշխատանքի չեք ընդունում, նույնն է, զրոյից ինչ-որ բան եք սկսում, շատ հաջող կլինի, բավականին, այսպես ասեմ, աշխուժ ամիս կլինի, բայց եթե դուք ակտիվ եք, եթե դուք նստեք տանը չփնտրեք, աշխատանքը իրան ձեզ չի գալու գտնելու, եւ այսպես ասած, իրեն ոչինչ չի փոխվելու ձեր աշխատանքի վայրում։ Դուք պետք է լինեք ձեր կողմից բավականին ակտիվ եւ կարող եք ինչ-որ բան նորից սկսել։ Եթե նոր աշխատանք եք սկսում, տեսեք, շատ հետաքրքիր։ Ես այստեղ տեսնում եմ 3 թագավոր, 3 տարբեր նշաններ, ոչ մեկն էլ իրականում ցելի նշանը չէ։ Այսինքն շատ տարբեր մարդկանց հետ կարող եք աշխատել եւ բոլորն էլ տեսնում տղամարդիկ։ Եթե սա վերաբերում է տղամարդուն, կա այստեղ մի թրերի թագավոր, որը պաշտոնով մարդ կարող է լինել, որը պաշտոնից բարձր, մի տեսակ նրա հետ չեք համապատասխանում, մի քիչ կարող այս մարդու հետ խնդիրներ լինեն։ Եթե դուք արդեն աշխատանք ունեք եւ նոր աշխատանք չէ, ինչ որ մի բան կարող է փոխվել եւ ես չգիտեմ, այս ինչ որ մի ղեկավար կա թրերի թագավորը, ինչ որ մեկի հետ դուք այնքան էլ այսպես ասեմ, ոնց որ ասում են, ձեր ջրերը նույն առվով չեն հոսում։ Այսինքն ինչ որ մեկի խնդիր ունեք, ինչ որ մեկը մի քիչ կոնֆլիկտային է։ Ես դրանից բացի տեսնում եմ այստեղ բավականին նաեւ աշխուժ, շատ այսպես մի քիչ երևի էգոիստ, բայց բավականին աշխուժ
նորից էլի կոլեգա է պաշտոնով մեկն է, չեմ կարող ասել, այստեղ էլ եմ տեսնում թակավոր, սա մի քիչ ավելի էմոցիոնալ զգացմունքային հանգիստ մարդ է, տեսնում տարբեր մարդկանց հետ եք աշխատում, հարգելներս, էլ եմ ասում, մեկի հետ է, որ խնդիրներ կարող է ունենալ, մյուսները շատ նորմալ են, ամեն մարդ իր ձևով պաշտոններ ձեզնից բարձր են ունեն, չունեն, ովքեր են, կոլեգաներ են, ես տեսնում իրականում վերջում հաղթանակի կարտը, այսինքն նույնիսկ այն մեկը, որի հետ ինչ-որ խնդիրներ կային, միևնույն ժամանակ դուք չկա այդպիսի մեկը, որի հետ չկարողանաք լեզու գտնել։ Հաղթանակի կարտը ձեր ձեռքում է հարգելիներս, ձեզ կտրվեն հնարավորություններ աշխատանքի հետ կապված, եթե դուք լինեք աշխուժ։ Նոր աշխատանք գտնելուց էլ, եթե մեկի հետ յոլա չգնացիք, մյուս երկուսը բավականին լավ մարդիկ են, դուք իրականում հաջողության կհասնեք ձեր աշխատանքում։ Իսկ եթե դուք արդեն աշխատանք ունեիք, պետք է մի քիչ ավելի աշխուժ լինեք, ինչ որ նպատակ եթե ունեք հասնելու, որտեղ ձեզ հնարավորություններ կտրվեն։ Շատ լավ է, հաղթանակի կարտով կարող եմ ասել, ի վերջին կարտը հաղթանակի կարտն է, այսինքն կտրվեն շանսեր եւ դուք կկարողանաք ձեր նպատակներին հասնել, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում ֆինանսական հարցերում, տեսնում եմ պայքարի կարտ է այստեղ, այսինքն բավականին չարչարվում եք դուք ձեր ֆինանսների համար, բավականին, եւ տեսնում եմ ժամանակի կարտը։ Կարող եմ ասել, միգուցե ժամանակին դուք ինչ-որ ջանք եք թափել, տեսնենք արդյունքը ինչ կլինի օգոստոսին, բայց կարող եմ ասել, որ որոշ ցլեր բավականին աշխատանք են կատարել։ Ձեր ֆինանսները ամեն դեպքում կարող եմ ասել, որ հեշտ չեն տրվում։ Եվ բավականին երևի ժամանակ եք տրամադրել այս գործն անելուն, ինչ էլ որ անում եք ֆինանսների հետ կապված, այսինքն բավականին էլ ժամանակ եք տրամադրում ձեր ֆինանսներն աշխատելուն։ Տեսնենք։ Սրանց ավել չարժի կարտեր հանել։ Ես կարող եմ ասել, դուք բավականին ջանք թափել եք հարգելի ցլեր, մինչև այդ մինչև օգոստոս արդեն բավականին աշխատել եք, ես չգիտեմ, միգուցե օգոստոսին էլ շարունակեք աշխատել։ Ես կարող եմ ժամանակի կարտով ասել, որ ժամանակն է ձեր աշխատանքի պտուղները քաղեք, հարգելիներս, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում։ Եթե դուք շատ աշխատել եք եւ շատ եք, չգիտեմ, շատ ջանքեր եք դնում աշխատանքում, շատ եք հոգնում, ես չգիտեմ, ձեզ համար տզով ինչ կարող է հանգած պարզվել, բայց ձեզ համար հանկարծ պարզ կլինի, թե ինչպես կարող եք ավելացնել ձեր ֆինանսները։ Ես ձեզ առանց ֆինանսների չեմ տեսնում, բայց դուք կկարողանաք 10 պենտակլի իրական տեսնում եք այսպես ճամպրոկը ներողություն, այս ինչպես են ասում հայերենով սունդուկ։ Տուփը կարող եմ ասել, լավ։ Տուփը կարող եմ ասել լիքն է գումարներով, այսինքն դուք կկարողանաք շատացնել ձեր գումարները, կարողանաք, ձեզ հանկարծ ձեզ համար պարզ կլինի, թե ինչպես կարող եք, ոչ թե միգուցե շատ աշխատելով, այլ պարզապես ինչ որ միգուցե նոր գաղափար ունեք, ինչ որ նոր ձևով շատացնել, չգիտեմ ինչ կարող եք անել, ինչ նպատակ ունեիք հանկարծ թրով որոշում եք օգոստոսին ինչ որ բան եք փոխում ձեզ, չգիտեմ, ինչպես է գումար վաստակում, ինչպես ավելացնել ձեր գումարները, կավելանա, անպայման կավելանան, դուք կգտնեք տարբերակը եւ դուք ինքներդ կանեք եւ կարողանաք ավելացնել, շատ ավելացնել, ինչ որ մինչեւ հիմա աշխատում եք, դրանից շատ ավելին, օգոստոսը ձեզ համար ֆինանսապես բավականին հաջող ամիս կլինի։ Իսկ սա բոլորի համար ընդհանուր կարտ է համարել, գիտեք ինչու հետաքրքիր մի բան կփոխվի ցլերի կյանքում, բոլոր ցլերի, միայնակ եք, զույգ եք, տարիքով մեծ եք, երիտասարդ եք, սա նոր գաղափարի կարտն է, տեսնում եք, երկու ձեռքով մեկ ջահ է բռնել մարդը, այսինքն ինչ որ մի նոր միտք, նոր գաղափար, նոր գործ եք ուզում սկսել, նորովի հարաբերություններ եք ուզում կառուցել, ինչ որ նոր մեկի հետ ծանոթացել եք, հանկարծ ուզում եք սելխոստով անել կամ չգիտեմ առաջարկություն անել կամ երկուսով եք ուզում եք ամուսնության առաջարկություն անել, նոր աշխատանք եք ուզում սկսել, ուզում եք ձեր գործը բացել, ուզում եք on-line ինչ-որ հարթակ բացել, ֆինանսական նոր, ֆինանսների հետ կապված նոր աշխատանքի աղբյուր բացել, որ ֆինանսները շատանան, ինչ ուզում եք լինել, բավականին հետաքրքիր ամիս է լինել ձեզ համար, ինչ-որ մի բան նորից եք սկսելու, ինչ-որ մի նոր գաղափար, ինչ-որ մի նոր սկիզբ, հոյակապ կարտեր են, տեսնում եք թագավորներ, տեսնում եք ֆինանսներ, տեսնում աշխարհի կարտը եւ սա էլ նոր գաղափարի կարտը։ Ձեզ շատ լավ ամիս է սպասում։ Գիտեք, կարող եմ ասել, որ կյանքը ձեզ հնարավորություններ կտա, հարգելի ցլեր, բայց դուք ինչպես դրանից կօգտվեք, կախված է միայն ձեզնից։ Եթե մարդիկ իրենց հարմարավետության գոտուց չեն ուզում դուրս գալ, այդ մարդկանց կյանքում առանձնապես ոչինչ չի փոխվում։ Ձեզ կյանքը բավականին հնարավորություններ կտա օգոստոս ամսվա ընթացքում։ Հուսով եմ ձեզ համար հաջող ամիս լինի, հարգելի ցլեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում երկօրյակների օգոստոս ամսվա ընթացքում։ Անձնական հարաբերությունները միայնակների համար, զույգերի համար, աշխատանք,
ֆինանսներ եւ եւս մեկ լրացուցիչ կարտ խորհուրդ բոլոր երկվորյակներին։ Միայնակներ, զույգեր, աշխատանք եւ ֆինանսներ։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի երկվորյակներ, տեսնում եմ արև եւ տեսնում եմ կայսր։ Ինչ հետաքրքիր է։ Կայսրը այն մարդն է, որը ամեն ինչը անում է օրենքով, անում է շատ ճիշտ։ Ես կարող եմ այստեղ կարող են լինել երկվորյակներ, որոնք իրենք ոնց կարող եմ դա ասել միայնակների համար։ Իրենք ունեն իրենց մոտեցման ձևը կյանքին, իրենց, չգիտեմ, տղամարդիկ կանանց, կանայք տղամարդկանց, եւ կարող եմ ասել, որ դուք անփոփոխ անընդհատ բոլորի հետ շփվում եք նույն ձևով։ Գիտեք, ես կարող եմ ասել, որ արևի կարտով միգուցե ձեզ շատ հաճելի է, բայց եթե դուք մենակ եք, ուրեմն դա առանձնապես հարց չի լուծում։ Ես տեսնում եմ, որ դուք ոչ մի սխալ բան չեք անում, հակառակը ամեն ինչ չափից ավել ճիշտ եք անում։ Չափից ավել ճիշտ։ Ես իրականում երկվորյակներին բոլորովին ձանձալի մարդիկ չեմ տեսնում, ճիշտ ասած, հակառակը, բայց կարող եմ ասել, որովհետև մենակ եք, տվյալ դեպքում ձեր ճիշտ լինել, ամեն ինչ ճիշտ անել, ամեն ինչ այսպես չափի մեջ, ձևի մեջ, միգուցե հայկական ավանդույթներով, դա մի տեսակ ձեր համար չի աշխատում։ Դուք կարող եք ֆլիրտ անել, հաճույք ստանալ, աղջիկներ, տղաներում էլ, որ վերաբերում էլ եմ ասում, դուք ընթացքում հաճելի է ձեզ։ Ֆլիրտ անելը հաճելի է, խոսել, զրուցել, շփվել, բայց դա իրականում ձեզ ոչ միտեղ չի տանում։ Միգուցե չափից ավել է ճիշտ լինելը ձեզ համար ճիշտ չի աշխատում, էլ եմ ասում, ժամանակ անցկացնում եք, պահը հաճելի է ձեզ համար, բայց դուք մելի մնում եք միայնակ։ Այդպես էլ է լինում, գիտեք, երբ ամեն ինչ ճիշտ եք անում, եւ իրականում վերջնական նպատակի հետ այդպես էլ չեք հասնում։ Ես չեմ ասում իհարկե սխալ բաներ արեք, դրա մասին չի խոսքը, դա բավականին նուրբ թեմա է, դրա մասին կարելի է ժամերով խոսել, բայց ես կասեմ ինչ որ կարտերն են ցույց տալիս։ Տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը երկվորյակներին։ Տաքսիր կարտեր եմ տեսնում։ Գիտեք, կարող եմ ասել, ձեզ իրականում շանսեր կտրվեն։ Աշխարհի կարտն եմ տեսնում, շատ լավ է։ Ինչ որ մի նոր էտապ էլ կսկսի ձեզ համար։ Մի հետաքրքիր ամիս կլինի ամեն դեպքում օգոստոսը միայնակների համար։ Աշխարհի կարտը տեսնում եք, բազմաթիվ այդտեղ մարդիկ, չգիտեմ ինչ են անում, պարում են, թռչկոտում են։ Գեղեցիկ, շատ գեղեցիկ կարտ է, շատ եմ սիրում աշխարհի կարտը։ Ձեզ ամեն դեպքում հնարավորություններ կտրվեն, կլինեն մարդիկ ում հետ կշփվեք, էլի եմ ասում։ Հաճելի ժամանակ կանցկացնեք, բայց եթե դուք միայնակ եք, ուզում եք զույգ ունենալ, ապա ինչ որ դուք մինչև հիմա անում եք, չէր աշխատում։ Չի աշխատում։ Ձեզ հնարավորություններ կտրվեն, էլի կտրվեն օգոստոսին, աշխատեք շանսը օգտագործել։ Այստեղ տեսնում եմ էմոցիոնալ մարդը, սա ջրի նշանն է իրականում, բաժակների թագավորն է, սա ձեր նշանը չէ բոլորովին, այսինքն չափից ավել այսպես էմոցիոնալ, զգացմունքային լինելը ձեզ հատուկ չէ, դա կարող է միգուցե ձեզ խանգարել, էլի եմ ասում, ես տեսնում եմ, որ դուք շփումից հաճույք ստանում եք, բայց պարզապես այդ ոչ միտեղ չի տանում։ Որտեղ սա չնայած թագավոր էլ եմ ասում, մարդը ինչ որ հաճույքներ կյանքում ստանում է, բայց բավարարված չէ ինքը իր կյանքից։ Եվ տեսնում եմ, որ ինչքան էլ ջանք որ թափում եք, էլի նորից էլի գնում եք զրոյից սկսում եք, որովհետև ինչ որ մի բան ճիշտ չեք անում, նույնիսկ եթե չափից ավել ճիշտ եք անում, այս շատ հակասական բաներ եմ, հասկանում եմ ինչ եմ ասում։ Նրանք ովքեր գիտեն ես ինչ եմ ասում, իրենք կհասկանան։ Ես կփորձեմ բացատրել։ Ես այսօր տեսնում եմ Պենտակլի թագուհին, սա էլ հողին նշանն է։ Այսինքն մի քիչ պետք է ձեր մոտեցումը փոխեք երևի, հարգելի միայնակ երկվորյակներ, ինչ որ բան ամեն դեպքում ճիշտ չեք անում, կամ ինչ որ ճիշտ եք անում, անգամ ձեզ համար սխալ է աշխատում, չի աշխատում, դուք էլի մնում եք մենակ, չնայած դուք ջանքեր թափում եք, շատ լավ ժամանակ անցկացնում եք, շանսեր էլ ունենում եք, ձեր նկատմամբ անտարբեր չեն։ Բաժակների թագավորն է, սա էլ ձեր նշանը չէ, սա էլ ձեր նշան չէ։ Գիտեք, երկվորյակներին ճանաչելով կարող եմ ասել, մի տեսակ դուք տրամադրությունների փոփոխություն եք ունենում անընդհատ։ Մեկ ուզում եք շատ զվարճանալ, հետո շատ հոգնում եք դրանից, եւի նույն մարդուց շատ հոգնում եք։ Նորից էլի ուզում եք զրոյից սկսել, հետո նորից արդեն հողի նշանը դառնում եք շատ պրակտիկ, բայց դա էլ ձեր նշանը չէ։
այդպես կարող եմ ասել, երևի դուք ուղղակի շատ հոգնում եք մարդկանցից կամ շուտ եք հիասթափվում։ Նպատակին հասնում եք, հետո հիասթափվում եք, նորից զրոյից սկսում եք, բայց նորից էլի դուք մենակ եք մնում, բայց էլի եմ ասում, ես կարող եմ ասել հարգելիներս, ձեզ շանսեր տրվելու են, ինչ որ անում եք, ձեզ համար չի աշխատում։ Պարզապես հաճելի ժամանակ անցկացնում եք, բայց եթե դուք ձեզ հաճելի է, դե շատ լավ է, ժամանակ եք անցկացնում, հա, զվարճանում եք, ինչ որ անում եք, լավ եք անում, բայց եթե ուզում եք, ես միայնակների համար եմ ասում, եթե ուզում եք զույգ գտնել, ինչ որ անում եք, չի աշխատում։ Սա միայնակների համար է աշխատում, հաճելի ժամանակ եք անցկացնում։ Բայց ինչ որ բան պետք է փոխել ձեր կյանքում, որպեսզի կարողանաք ավելի, այսպես կայուն հարաբերություններ ստեղծել ինչ որ մեկի հետ, մնալ ինչ որ մեկի հետ, շփվում եք, հետո հեռանում եք, հիասթափվում եք, եւ կարծես ձեր տրամադրվածությունն էլ է փոխվում, այսպես մոտենում եք մեկին, շփվում եք, հետո հոգնում եք, հետո շարունակում եք, անդադ ինչ որ նոր էմոցիաներ եք փնտրում։ Տեսել եմ ասում, եթե ձեզ այդպես հաճելի է, դուք այդպես եք, որտեղ փոփոխական բնավորություն են երկվորյակները, այդպես է, բայց ձեր փոփոխական բնավորությունն է, որ ձեզ չի պահում մեկի հետ։ Մտածեք այդ մասին, եթե ուզում եք զույգ ունենալ, իսկ եթե ամեն ինչ նորմալ է, դուք ձեզ լավ եք զգում, դե լավ եք զգում, ուրեմն օգոստոսը տարբեր ամիս չի լինի, ավելի շատ հնարավորություններ կունենաք զվարճանալու եւ ժամանակ անցկացնելու։ Աղջիկ եք, տղա եք, նշանակություն չունի։ Ինչ եմ տեսնում զույգերի հետ կապված, շատ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Սա լրիվ հակասական կարտեր է, սա կորստի կարտն է, ինչ որ բան է հեռանում ձեզնից կամ դուք եք հեռացում եւ տեսնում եմ արևը։ Ես ավելի շատ կարտեր հանեմ կտեսնեմ, բայց կարող եմ առաջի տպավորությունը ասել, որ արևը բավականին ուժեղ է։ Կարող եմ ասել, ինչ որ մեկին երևի հեռացնում եք ձեր կյանքում կամ ինչ որ մեկը հեռացել է, ինչ որ մեկին կորցրել եք եւ շատ դրական է դա ձեր հարաբերությունները։ Միգուցե ձեր երկուսի կյանքից ինչ որ մեկին հեռացրել եք։ Կան այդպես բամբասկոտ նախանձ ընկերուհիներ, չէ, կամ տղաներ էլ կարող են լինել խանգարող։ Երևի ինչ որ ձեր հարաբերությունները, եթե դուք զույգը հեռացածին, դուք մենակ կլինեք։ Ես նայում եմ այստեղ զույգերի համար, այսինքն դուք մնացել եք զույգ, բայց ինչ որ մի բան, ինչ որ մեկին ձեզնից հեռացրել եք, կամ ինչ որ բան գնում է ձեզնից, տեսնենք։ Ամեն դեպքում ինչ էլ որ լինում է, բացասական բան է լինում, հասկանում եք, բայց իրականում ձեզ համար դա շատ լավ է։ Այո, կարող եմ ասել հարգելիներս, ես այստեղ տեսնում եմ դավաճանի կարտը, ինչ որ մեկ ամեն դեպքում ձեր հարաբերություններում փորձում էր խանգարել։ Տեսնում եմ ինչ որ մեկը փորձում էր ձեզ խանգարել։ Ես չեմ կարող ասել սա ով է, տեսնում եք, սա 7-ն է թրերի, այսա տեսնում եք, հենց հայացք ցել կտեսնեք, այսա դավաճանն է, թիկունքից խփողն է, բամբասկոտն է, բանսարկու, էլ ինչ ասես կարող է լինել, ամենավատ հատկանիշները այս մարդը կարող է ունենալ։ Ես կարող եմ ասել ձեր երկուսի հարաբերություն, սա ձեր զույգը չէ։ Ես չեմ կարծում այստեղ զույգերից մեկն է, ես տեսնում եմ սա երրորդ անձ է ձեր երկուսի մեջ։ Տեսնում եմ այստեղ արդարադատության կարտը եւ տեսնում եմ այստեղ ժլատության կարտը, այսինքն դուք փորձում եք ձեր հարաբերությունները պահպանել, որ իրականում բավականին դուք շատ լավ զույգ եք։ Ես կարող եմ այսպես, եթե միշտ գեղարվեստական ասեմ, ստեղծված եք իրար համար, դուք շատ հարմար եք իրար, այդպես կարող եմ ասել, շատ հարմար եք իրար։ Դուք փորձում եք ձեր հարաբերությունները եւ ձեր զգացմունքները, ձեզ փորձում եք իրար պահել, պահպանել, բայց կա ինչ որ մեկը եւ նախանձում է։ Պարզապես նախանձությունից ձեր գեղեցիկ հարաբերություններին նախանձում է ինչ որ մեկը։ Տղա է, աղջիկ է, ընկերուհի է, ընկեր է, ես կդժվարանամ ասել։ Ինչ որ մեկը կար։ Ես այսօր տեսնում եմ թրերի թագավորը եւ տեսնում եմ 10, այսինքն ինչ որ մեկը անընդհատ, չգիտեմ, բամբասել է, էլ լեզվով, էլ փորձել է ձեզ կտրել իրարից, ինչ ասես փորձել է անել այս մարդը, որը ձեր վրա ազդեցություն ունի, ես չեմ կարող ասել, ինչ որ մեկի մեծ եղբայր է, ծնող է, ընկեր է, ով էլ ուզում է լինի, դուք արդեն հոգնել եք, բավականին հոգնել եք այս պայքարից, հա, էլ չեք կարողանում տանել սրան եւ որոշում եք սրան հեռացնել ձեր կյանքից։ Այսպես սիրահարների կարտն եմ տեսնում եւ տեսնում հաղթանակի կարտը։ Հարգելիներս, դուք իրականում երկուսով եք, եթե ձեր շուրջ բոլորը կա ինչ որ մեկը, օգոստոսին ամսին, եթե ձեզ համար հանկարծ կպարզվի թե ով է, հեռացրեք այդ մեկին, ով էլ ուզում է, շատ լավ ընկեր է, շատ լավ ազգական բարեկամ է, որովհետեւ այստեղ ընտրության կարտ է, դուք ընտրում եք այդ մարդուն հեռացնել ձեր կյանքից, այլ հաղթանակի կարտը։ Շատ լավ է, ես արևով էլ էի ասում։ Երրորդ ինչ որ մեկը, որ ձեր հարաբերություններին խանգարում է, անկախ նրանից դուք ամուսնացած եք, թե ամուսնացած չեք։ Դուք շատ լավ զույգ եք, ես շատ գեղեցիկ հարաբերություններ եմ տեսնում, ամեն ինչ անում եք պահպանել իրար եւ ձեր զգացմունքներն ու ձեր զույգը, եւ կկարողանաք հաղթանակածել դուրս կգաք։ Եթե կա այդպիսի ինչ որ մեկը, ուշադիր եղեք ով է, հեռացրեք ձեր կյանքից եւ դրանից հետո ձեզ համար կլինի միայն պայծառ ու գեղեցիկ արև։
Աշխատանքում ինչ եմ տեսնում օգոստոսին երկօրյակների համար, տեսնում եմ շատ խոսակցություններ եւ տեսնում եմ այստեղ 3-ը։ Չգիտեմ, խոսակցությունները ինչի հետ է կապված, ինչ որ բանակցում եք, ինչ որ գործերի հետ կապված եւ ընտրություն եք կատարում, բայց ես տեսնում եմ դուք արդեն ընտրություն կատարել եք, կամ ինչեւ հետ եք կատարել կամ օգոստոսին կոնկրետ կորոշեք։ Ինչ որոշում կա աշխատանքի հետ կապված, ձեր գործերի հետ կապված, ճանապարհ եք գնում ձեր գործերի հետ կապված, տեսնենք։ Ես տեսնում եմ, որ եթե մինչև հիմա որոշում չեք կայացրել եւ այդպիսի հարց կա, որ պետք է որոշեք, դուք օգոստոսի ընթացքում որոշում արդեն կկայացնեք։ Այո, անպայման որոշում կկայացնեք։ Ձեզ համար հանկարծ հենց թրերի տուզը հենց ապացուցում է դա։ Այսինքն ձեր հանկարծ պարզ կլինի, եթե մինչև հիմա զրուցում եք, տատանվում եք, փորձում եք խոսել, հասկանալ կամ մտածում եք ուղղակի ինչ որ բան պետք է փոխվեր, որտեղ գործերը կանգնել էին, տեսնում եք, այսպես կախված անորոշ վիճակ է, ձեզ համար հանկարծ կպարզվի, թե ինչու ձեր գործերը չէին շարժվում առաջ, ինչ պետք է փոխել եւ դες տեսնում եմ դուք օգոստոսին հաստատ որոշում կկայացնեք։ Ձեզ կտրվեն հնարավորություններ, հարգելիներս, ու եթե դուք թակավորը բաժակի տեսնում եմ ինչու անբավարարվածություն կար, ինչ որ մի քիչ դժգոհ եք, դες թակավորը ունի հնարավորություն, ունի աշխատանք, ունի կամ պաշտոն կամ իր գործը։ Այսինքն դուք ունեք աշխատանք, բավականին է լավ գործ ունեք, ինչ որ անում եք, զբաղված եք։ Պարզապես ինչ որ իման ձեզ չի բավարարում։ Միգուցե ֆինանսներն էլ ձեզ թվում է, որ բավականաչափ չեն։ Իսկ ես տեսնում եմ, որ աշխարհի կարգը բացում է, աշխատանքի վայրում ձեզ համար կպարզվի, դուք ինքներդ կպարզեք ձեզ համար հանկարծ օգոստոսին կհասկանաք ինչ պետք է անել, որպեսզի այս անորոշ կախված վիճակից գործերը շարժվեն առաջ։ Նոր հնարավորություններ կունենաք աշխատանքի վայրում կամ ձեր գործերում, եւ եթե ֆինանսները չէին բավարարում, սա էլ ֆինանսները կգան։ Ընդ որում այսպես 8 ընդհանրապես հավերժության նշան է պարկած վիճակում, այսինքն սա սոլիդ կոնկրետ աշխատանք է, կոնկրետ գործ է, որը ձեզ այսպես անդադ գումարներ կբերի։ Մի անգամվա գործարք չէ սա։ Շատ հաջող եմ տեսնում աշխատանքի վայրում որոշում պիտի կայացնեք, գործերի հետ կապված ձեր անձնական գործն է, նշանակություն չունի, բավականին հաջող եմ եւ ֆինանսներ էլ կբերի ձեր գործը, հարգելիներս։ Իսկ ֆինանսների համար տեսնում եմ կամուրջ եւ տեսնում եմ 9 ջահերի մարդը բավականին փորձեր է արել եւ շարունակում է, չի հանձնվում։ Սա չհանձնվող մարդու կարտն է։ Ես չգիտեմ ինչ եք ուզում փոխվի ձեր ֆինանսական գործերում հարգելի երկօրյակներ, իսկ կամուրջը նշանակում է անցնում եք մյուս կողմ, այսինքն ինչ էտապ եք ուզում փոխել եւ բավականին ջանք եք գործադրել, դուք չեք հանձնում։ Եթե չէր ստացվում, միևնույն է, դուք հաստատ որոշել եք օգոստոսին ես կամուրջն անցնելու եմ եւ ես հույսով եմ, որ այդպես էլ կլինի։ Տեսնենք, դուք ինչ որ նպատակ ունեք ֆինանսների հետ կապված եւ մինչեւ վերջ փորձելու եք հասնել ձեր նպատակին։ Տեսնենք կհասնեք, թե չեք հասնի։ Դե ֆինանսական նպատակները տարբեր մարդկանց համար տարբեր կարող են լինել, հարգելիներս, վարկ եք ուզում վերցնել, չգիտեմ, էլ ինչ կարող է լինել, ինչ ֆինանսական հարցեր կլինի։ Ես չեմ ուզենա օրինակներ բերել, որտեղ չգիտեմ, ամեն մարդ տարբեր իրավիճակներ կունենա, թե ուզում եք երկրորդ աշխատանք ավելացնել, ուզում եք աշխատանքում ինչ-որ բան փոխել, որպեսզի ավելացնեք ձեր ֆինանսները, ինչ էլ ուզում է լինի, ես տեսնում եմ դուք չեք հանձնվում եւ փորձում եք նոր տարբերակներ գտնել։ Սա ձեր բավարարվածության կարտը, հարգելին է, շատ գեղեցիկ եմ տեսնում, շատ գեղեցիկ։ Ես կարծում եմ, որ դուք ձեր նպատակին անպայման կհասնեք, նույնիսկ եթե ընտրություն պետք է կատարեք, դուք ձեր ընտրությունները կկատարեք։ Չէ, դուք անպայման կհասնեք ձեր սա էլ թրերի թակավորն եմ տեսնում, այսինքն դուք շատ բավարարված կլինեք, նույնիսկ եթե ինչ որ անհանգստություններ ունեք, ինչ որ մի պահ, չգիտեմ, ինչ որ մարդկանց հետ զրուցում եք, ընտրություններ պետք է կա, որոշումներ պետք է կայացնեք, ես տեսնում եմ, որ չէ, բավականին շատ լավ է, դուք այսպես էմոցիոնալ, շատ տրամադրված եք, մինչև վերջ չեք հանձնվում, էլ եմ ասում, չեք հանձնում, իսկ եթե կասկածներ, անհանգստություններ ունեք, դուք ձեր նպատակից չեք հրաժարվում, իսկ ես տեսնում եմ, որ դուք վերջնականապես ձեր նպատակին կհասնեք եւ կհասնեք ձեր համառության շնորհիվ, կարող եմ ասել, դուք չեք հանձնում, մի հանձնվեք հարգինես, դուք անպայման կամուրջը կանցնեք, այսինքն ինչ նպատակ ֆինանսների հետ ունեք, օգոստոսին կհասնեք եւ կհասնեք ձեր ուժերով։ Հարգելի երկօրյակներ, այսինչ հետաքրքիր կարտ եմ տեսնում։ Դեվի կարտն եմ տեսնում ընդհանուր բոլոր երկօրյակների համար, շատ տարօրինակ է։ Գիտեք, կարող եմ ասել, ինչ որ գայթակղություններ կլինեն ձեզ համար, հարգելի երկօրյակներ, սա բոլորին չի կարող վերաբերել իհարկե, բայց ամեն տեսակ գայթակղություններ կարող է լինել։ Աշխատեք զգույշ լինել։
ոչ մի բանում շատ մեծ ռիսկի մի դիմեք, լինի ֆինանսների հետ կապված, լինի անձնականի հետ, ինչի հետ էլ ուզում եք կապված լինի, սա կարող է լինել, ասիկը սա հասկանում եք, կրկնապատկում է ամեն ինչ, եթե վատ է, եթե լավ է, ամեն ինչի կրկնակի է լինում, այսինքն եթե օրինակ սա գումարներին վերաբերվի, կարող է կրկնապատկել ձեր ֆինանսները, բայց եթե կորցնեք, կրկնակի կկորցնեք, եթե ռիսկի դիմեք, չգիտեմ, կազինո եք խաղում, ինչ են անում մարդիկ, ինչ էլ կարող է լինել, այսա այդ վտանգավոր կարտն է, որ կարող է լինել 50-50, հարաբերություններում, գայթակղություններում, չգիտեմ, եթե ուզում եք պարզապես խմել, մի փոքր խմել, կարող է չափն անցնեք, շատ զգուշ եղեք, ինչու ես չեմ կարող հիմա օրինակներ բերելում ինչպես կարող է վերաբերվել, որտեղ սա ինչքան կարող է լավ լինել, 2 անգամ ավել կարող է բացասական ազդել։ Այն մարդիկ ինչ որ ռիսկային գործեր են անում, ինչ որ, չգիտեմ, գայթակղություններ կնեն, եթե ոչ ամեն ինչ նորմալ եք անում, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Բայց եթե ինչ որ վտանգավոր, ինչ որ ռիսկային գործերի մեջ եք, շատ զգուշ եղեք, հատկապես օգոստոս ամսին, շատ զգուշ եղեք, որտեղ էլ եմ ասում, եթե ինչ որ խնդիրներ լինեն, սա կրկնապատկում է խնդիրները։ Իսկ եթե ոչ մի ռիսկային ոչինչ չեք անում, պարզապես զգուշ լինեք, դուք տեսաք միշտ բոլոր կարտերով, ես շատ գեղեցիկ, ամեն ինչը շատ գեղեցիկ տեսա, ոչ մի խնդիրներ չեմ տեսնում։ Կարտը պարզապես զգուշացնում է, չի ասում, որ լինելու է։ Ես զգուշացրեցի, չի, եթե զգուշացված ես, ուրեմն զինված ես։ Ինչից պետք է պաշտպանվել, ոչ մի բանում։ Խմիչքը մի խմեք, մի նստեք, չգիտեմ, վարորդի ղեկին, որովհետև կարող է ձեզ համար վտանգավոր լինել, որովհետև եթե ընդհանրապես թեթև է եղել ամեն ինչ, այս անգամ կարող է կրկնակի ավելի վատ լինել, ես չգիտեմ, եթե առողջական խնդիրներ ունեք, գիտեք, որ շատ ծխելը ձեզ համար վատ է, օգոստոսին կարող է ավելի վատ լինել, այդպես կարող եմ ասել, շատ բարդ բաներ չեմ ուզում ասել, ուղղակի չեմ ուզում վախեցնել, պարզապես ուզում եմ զգուշացնել, նրանց ովքեր ինչ որ ռիսկային գործերի մեջ են, եթե ոչ մի ռիսկային գործերի մեջ չեք, ամեն ինչ շատ նորմալ է, ես ասում եմ ֆինանսների հետ կապված հատկապես, եթե ֆինանսական գործարքներ, իրականում կարող է լինել կրկնակի կորուստ, բայց կարող է նաև լինել կրկնակի օգուտ։ Լավ ամիս եմ ձեզ ցանկանում, հարգելի երկորյակներ։